Շնորհակալություն պատվարժան դատարան, նախ այս միջնորդությունը առարկան ինչն էր, որն էր, ինչ էին միշտ դատարանը ինչ լիազորություններ ունի, որը մինչև հիմա չի կատարել ու միջնորդում էին, որ դատարանը ինչ անի։ Պայծառատեսությամբ զբաղվի, կանխի ինչ-որ հայտարարությունների կատարում, ոնց է, օրինակ ես որ վերեմ կամ խոսալու դատարանը գիտի, ես ինչի մասին եմ խոսել։ Ապրիորի ենթադրվում է, որ ես քրեական գործի մասին ենք խոսում, ես քրեական գործի մասին եմ խոսում, բայց չի կարող դատարանը կանխորոշել, թե ես ինչ եմ ասում, հիմա ինչ են միջնորդում դատախազները, որ դուք պայծառատեսությամբ զբաղվեք, պատվարժան դատարան, ես այդ չեմ հասկանում։ Երկրորդը պատվարժան դատարան, նշվեց, որ քաոսային իրավիճակ է առաջանում եւ դատական նիստերը հետաձգվում են այդ իսկ պատճառով։ Որևէ դատական նիստ դատավարության մասնակցի ցանկացած տիպի վարքագծի պատճառով ես ուզում եմ ֆիքսեմ, որովհետեւ սա հետագայում այսինքն ձնագնդիկի էֆեկտի նման, ձնակույտի էֆեկտի նման ստացվելու է թե իբր պաշտպանության կողմի պատճառով է դատական նիստերից որևէ մեկը քաոս ստեղծելու պատճառով խաթարվել, այդպիսի հանգամանք գոյություն չի ունեցել։ Այսինքն միջնորդության մեջ այս հիմնավորումը օբյեկտիվ իրականության հետ չի համապատասխանում։ Մենք տեսանք նախորդ դատական նիստին մեղադրողների պատճառով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողությանը պատրաստ չէին, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Ուստի դատական նիստի խաթարման, այսպես ասած, պատասխանատվությունը պետք չէ այս միջնորդությունը ներկայացնելով դնել պաշտպանության կողմի վրա։ Իրենք են պարտավոր եղել քրեական դատավարության օրենսգրքով գործել, պատրաստ չեն եղել նախորդ դատական նիստին գործել քրեական դատավարության օրենսգրքով, այդ իսկ պատճառով էլ դատական նիստը հետաձգվել է։ Իսկ ինչ, ընդ որում, արդեն երկրորդ, երրորդ դատական նիստն է, ձեր աչքի առաջ այդ բոլոր գործողությունները տեղի ունենում, դատական նիստերը չխաթարվելու, չխափանվելու համար միջանկյալ լուծում են գտնում պաշտպանները եւ մի պաշտպանը ստանձնում է մի քանի հոգու պաշտպանություն։ Այսինքն պետք չէ ելակետը սխալ ընտրելով, որ պաշտպանության կողմի գործողությունների պատճառով դատական մի քաոսի են վերածվում եւ այլն եւ այլն։ Քաոսի վերածվում են, երբ որ օրինակ մեղադրյալների նկատմամբ վերդիկտ կայացնելու համար էական հանգամանքները հաստատող կամ հերքող ապացույցները չի ներկայացվում դատարանում, այդ քաոսը այդ ժամանակ է ստեղծվում։ Այլ ոչ թե նրա պատճառով, որ մեղադրյալները հանդես են գալիս իրենց դիրքորոշումներով։ Եվ երրորդը պատվարժան դատարան, ես կարծում եմ դուք օժտված եք բավականին մեծ գործիքակազմով, այդ թվում քրեական օրենսգիրքն է այդ գործիքակազմը ձեզ տալիս, մասնավորապես եթե դատական նիստերի ընթացքում վիրավորանք է հնչում որևէ կողմի նկատմամբ, դա եւս դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եւ ընդհանուր միջև քրեական օրենսգրքով սահմանված արարքի ենթադրաբար կատարում կարող եք դուք նախաձեռնությամբ հանդես գալ, եթե այս դահլիճում այդպեսին տեղի է ունենում, ես համոզված եմ, եթե այդպիսի գործողություններ տեղի ունենան, դատարանը պատշաճ կարձագանքի ու մինչև հիմա էլ պատշաճ այդ առումով արձագանքել է։ Ուրիշ հարց է, որ այս քրեական գործի ժամանակ, երբ որ հարգելի հանրային մեղադրողները բողոքում են, որ գիտեք ինչ, գործի հետ մեր գնահատմամբ կապ չունեցող ելույթներ են հնչում, այդ ոչ թե պետք է գալ այս դատական նիստերի դահլիճում հայտարարել, այլ անհիմն սուտ տեղեկություններ, որ երբ որ ազգային ժողովում էին, կառավարության նիստերում էին եւ այլն այլ գործով այլ տեղերում էին տեղի ունենում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այդ ժամանակ պետքա գնային, ասեին տեղեկատվություն, այն էլ սուտ մի հաղորդեք։ Հարգելի վարչապետ, հարգելի, չգիտեմ, ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ընդհակառակը այլ գործողություններ իրականացում, քննչական մարմիններ այդ կիսատ կեղծ տեղեկությունները հանրային դաշտ նետում, ու այդ ժամանակ կանխող չկար։ Ու էլի այս գործի վերաբերյալ։ Ու հիմա գալիս են դժգոհում են նրանից այդ սուտ խոսացող մարդկանց, որ մարդկանց ասում են, որ դուք սուտ եք խոսել, դուք սուտասան եք եւ այլն, ասում են չէ, այս դահլիճում պետք չի այդ ամեն ինչի մասին խոսել։ Այդ ամեն ինչի մասին պետք չէ այն ժամանակ խոսել ու ասել, գիտեք ինչ, այսպես հանցագործություն է բացահայտվել։ Ես կարծում եմ, որ միջնորդությունը ուղղակիորեն տպավորություն ստեղծելու համար է, դա չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին եւ խնդրում եմ տվյալ միջնորդությունը
մերժել առարկայազուրկ լինելու պատճառով։